Ինչ վերաբերում է խաղաղությունը ումից է կախված, մենք ընտրություններում հանդես են գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետքա ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետքա ցույց տա, որ հանդես գալով խաղաղության ծրագրով եւ կարգախոսով հանդես եկող ուժերի օգտին, որովհետեւ այն ուժերը, ովքեր գալիս են, ասում են 29743 քառակուսի կիլոմետրով մենք չպետքա բավարարենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պաշտոնական իրանց բաներով, պոստերներով, վիդեոներով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ եւ պատերազմ։ Մենք չենք ասում, որ խաղաղությունը կախված է մեզնից, մենք ասում ենք խաղաղությունը կախված է ժողովրդից եւ ժողովուրդը այս ընտրություններում պետք է խաղաղությունը տեր կանգնելու իր կամքը ցույց տա։ Լավ է եղբայր։ Իսկ ո՞նց եք մտածում, այս գնով խաղաղությունը ինչ գնով, նորմալ է։ ինչ գնով։ Ինչ գնով որ այս խաղաղությունը միշտ խաղաղությունը ձեռք ենք բերել, անկախություն ենք ձեռք բերել, պետություն ենք ձեռք բերել, մենք ֆորպոստից, մենք վասալից, մենք հպատակից դարել ենք պետություն, դարել ենք քաղաքացի։ Ինչ գնով։ Եթե մի ամեն օր ինձ ծեծեք, օրինակ, ամեն օր։ Ու ես սկսեմ դրանից հետո ձեզ ամեն ինչ տալ, բարձրաց չեք ծեծել։ Եթե շվեյք էլ եմ ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռիկ ասեի, լավ է։ Հաջողություն եղբայր։